Արդեն 3 ամիս է դա չի եղել։ Ապացույցները հետազոտել են վկաներից էլ 2 հոգին ընդհանրապես չկան հանրապետությունում, չէ։ Դենց անդադ ձգվում է, ինչքան կձգվի, մենակ Աստված գիտի, օրենսդրությունը չի կարգավորում նման դեպքերում, շատ երկար կտևի, որ դատարանը որոշի իրենց չկանչի, անկախատեսի։ Եվ նախորդ անգամ երբ այդմեցան խոսելու, ասացիք, որ ուրեմն մասնակցել եք ընտրությունների, արդեն որոշում ունեք ինչ ձևաչափով, ինչ քննարկումներ ունեք։ Ամենայն հաջողությամբ երևի մենակ, նաև չենք բացառում դաշինքը, դեռ շուտ է երկրում իրավիճակը շատ արագ է զարգանում, բայց նաև ունենք նաև այն մոտեցումը, որ եթե ռեալ ձայների հաշվարկով հասկացանք, որ գոնե մեր կանխատեսումներով արդյունք չենք հասնում, կարող է մտնենք դաշինքի մեջ, որ ձայներ չփոշեն, որտեղ դա ենք համարում իշխանությունով։ Իսկ ունեք քննարկումներ, թե օրինակ որ քաղաքական ուժի հետ քննարկումները բավականին չէ, դա միայն առաջի ուժը, որ այդ քաղաքական ուժի դաշինք չենք կարող ունենալ, դա քաղաքացիական պայմաններ։ Մնացած բոլորի հետ դրանցից ազատվելու համար քննարկել ենք։ Իսկ ունեք արդեն քննարկումներ եղել է որոշ ուժերի։ Քննարկումներ կան, բավականին ակտիվ է, բայց կներեք, այս բանը չեմ կարող ասել, քանի որտեղ վերջնական որոշում չկա, այն երկրորդ կողմի գործընկերների իրավունքները նույնպես փորձենք պաշտպանել։ Իսկ եթե այնուամենայնիվ որոշեք չմիանալ, դաշինք չկազմել, ձեր առաջին համարը կլինեք դուք։ Բնականաբար ես։ Եթե ինձ նորից կալանավորեն, կլինի Վահան Ավագյան։ Հասկանալի է եւ պարոն Գարսին քաղաքի խնդիրների մասին տեսանք ցույցահալվեց ինչ կատարվեց Երևանի փողոցներում։ Ну, ասեմ ձեզ, այդ վիճակը սարսափելի է, կարելի ասել ոչ միայն ամբողջ Երևան քաղաքը, ամբողջ հանրապետությունը ասֆալտազրկված։ Ես ուղղակի ուզում հասկանամ, թե Երևան քաղաքը ունի այդքան ռեսուրս, որ կարողանա սա վերանորոգի, նորից պարկ, ասենք ասեմ ձեզ, իրանց գովաբանած ասֆալտը ընտրությունների նախաշեմին նույնպես իրանց լքեց։ Երեկ Ավինյանը հայտարարեց, որ աղի հետևանքով է այդպես փոսեր առաջանում, ձնամաքրման աշխատանքների հետևանքով է։ Ինչ է կարծում, ինչի է հետևանքով էր սա, որովհետև նախորդ տարիներ էլ ենք, չէ՞, աղ են ցանել ասֆալտի վրա։ Սա ճիշտ ասած ես բուն տեխնոլոգիաներին չեմ տիրապետում այդ աղի որ աղնա ճիշտ, որ աղնա սխալ, հիշում եմ, որ այն ժամանակ օգտագործում էր Ավանի աղի հանքի աղա։ Հիմա կարող է այս եվրոպական տեխնոլոգիաներով թազաբանեն բերել, մենք էլ ասիական պետություն ենք, մեր ասֆալտը չի դիմանում եվրոպական աղին, քայքայվում։ Թե սա խոսում է ասֆալտի անորակության մասին։ Միանշանակ, բնականաբար, այն ինչ որ միջև այդ ասացի դա հումոր էր, եթե ասֆալտը որակով լիներ, հաստատ աղը իրան չէր կարող քայքայել։ Այսինքն կարող են գալ այն եզրահանգմանը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից չի վերահսկվում, թե ինչ որակի ասֆալտ է արվում։ Նայեք, խնդիրը որն է, ես ինչքան գիտեմ, վերահսկողությունը ոչ միայն Երևան քաղաքինն է, այլ հատուկ պոակ կա, որ այդ որակով եւ մնացածով է զբաղվում, որը որ շահում է կառավարության կողմից հայտարարված տենդերով։ Այսինքն այստեղ ամբողջը գցել Երևանի քաղաքապետարանի վրա, մենք կոպիտ ասած պատվիրատ ունենք, Անկերությունը ասֆալտապատումն է իրականացնում, բայց այդ ասֆալտապատման որակը հսկում է հատուկ պոակը, որը տենդերը շահում է կառավարությունից։ Նույնիսկ իմիջիալոց նաև այդ ԱՊԶ-ների, շինթույլտվությունների ավարտական շենքերի վրա է։ Այսինքն այստեղ անկեղծ ասած այդքան խորը չեմ տիրապետում, բայց չեմ կարծում, որ մենք ունենք այդ վերահսկողական լծակը, որ գնանք ասֆալտի որակ ստուգենք, բայց փաստը մեկը ասֆալտը անորակ։ Շփվելով թեմայից, երեք ինչպես շատերը որակեցին, պատմական այց եղավ Հայաստանում, ԱՄՆ փոխնախագահը եկավ Հայաստան, շատերը մեծ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումից, ինչ սպասել ափսել։ Ну, ընդհանրապես կարող եմ ասել, որ 18-19 թվականին նույնպես պատմական այց եղավ, Անգելա Մերկելը եկավ Հայաստանի Հանրապետություն, 2 տարի հետո տվեցին Արցախ։ Հիմա Վենցի այցը, եթե այդ համատեքստում եմ նայում, ոնց որ թե Հայաստանի ժամանակն է։ Չէ, եթե խոսքը գնում է պատմական այցերին, Գերմանիայի կանցլերը նույնպես երբևիցե Հայաստան չէր եկել, եկավ Արցախ։ Հիմա Վենցն է եկել, ինչ ենք տալու չգիտեմ։ Ամեն դեպքում շատերը հույս ունեն, որ հնարավոր է գերիների վերադարձ լինի։ Գերիները կվերադարձվեն այն ժամանակ, երբ որ Հայաստանի իշխանությունները սկսեն զբաղվել գերիների։
Բայց իրենք հայտարարում են, որ զբաղվում են գերիների վերադարձի աշխատանքներով եւ ասում ձեզ, իրանք հայտարարում են, որ Արցախը Հայաստան է եղել։ Եվ եթե տենց են զբաղվում, դրա համար գերիներ այնտեղ։ Իսկ որևէ ակնկալիք չունեն։ Բացի։ Տենց ասեմ ձեզ, կա հին ասացված, ոչ թե ասացված, կա իրական խոսքեր, որ դեռ հնչել են առաջի հայկական հարցի ուսումնասիրման ժամանակ, իսկ թվում է դուք էլ այդ ֆրազային ծանոթ կլինեք, որ Անտանտայի նավերը չեն կարող բարձրանալ Դիլիջանի ոլորանները, դա վերջի ինտերպրետացիան, իսկ այս ժամանակով, որ հայկական լեռնաշխարհում չեն կարող նավարկել։ Հիմա ամերիկյան նավերը Հայաստանի շատ հեռու են, չեն կարող մեզ ապահովել, անկախ իրանց ֆինանսական որոշումներից։ Եվ էներգետիկ ոլորտում ստորագրվեց փաստաթուղթ համագործակցության, դրա հետ կապված ևս որևէ ակնկալ։ Բացարձակ։ Ես սենց ասում եմ, այ որ այդքան ասում եք, սա ստորագրվեց, նա ստորագրվեց, ընդհանրապես նայեք Ուկրաինային, քանի նմանատիպ համաձայնագրեր, ընդ որում նաև ռազմական, մենք էլ նույն Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ։ Ինչա կատարվում Ուկրաինայում։ Այսինքն թղթերը որևէ ապահովություն չեն տալիս։ Ընդհակառակը, այդ ովքեր որ ապահովեին Ուկրաինայի անվտանգությունը, այսօր իրան ասում են դե պարտվել ես դիտաս։ Քիչ իրատեսական, էլի հա կարելի է դուրս ճարեր ասել քաղաքական ոլորտներում, բայց փաստը նույնը։ Խնդիրը այդտեղ այն է, թե հայկական կողմից ստորագրողով է, ըստ ձեզ։ Այսինքն եթե Ես կարծում եմ խնդիրը ընդհանուր գեոպոլիտիկան է, նաև երկրորդը թե ով է հայկական կողմից ստորագրում։ Որտեղ այդ ցենց ասեմ, այդ ստորագրությունը դի արժեք ունենա, որը ցավոք սրտի մեր դեպքում այսօր չունի։ Նույնիսկ հասարակ քաղաքացիական կյանքում մարդ եթե անընդհատ փոխում է իր խոսքը, նույնիսկ կենցաղային հարցերում նա որևէ արժեք չունի։ Ոչ ընտանիքում, ոչ հասարակության մեջ, ոչ էլ առավել ևս այդպես։ Բայց նման հանդիպումների, նման փաստաթղթեր ստորագրելուց հետո ամբողջ ԿՊ կուսակցությունը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, որ Հայաստանում արդեն խաղաղություն է, ցանկացած հարցի պարագայում օրինակ են բերում այն, որ արդեն մի քանի տարի է դիրքերում չի լինում կրակոցներ, զոհեր չեն ունենում։ Առաջինը քանի տարի մի քիչ շուտ են ասում, մեկ, երկրորդը ինչ վերաբերում է խաղաղությանը, ընդհանրապես կարող են պատասխանել հետևյալ կերպ, հիմա Արցախում էլ է խաղաղություն։ Կրակոց չկա, ոչ մի բան չկա, հայ չկա։ ԿՊ-ի վերած խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար լինելու է նույնը։ Ինչ է կարծում հնարավոր կլինի այս ընտրություններով փոխել իշխանություններին, այնպես անել, որ ԿՊ-ն նորից չվերարտադրվի։ Իհարկե հնարավոր է, ընդհանրապես պետք է ընդդիմությունը համախմբի։ Մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, այնպես չի որ բոլորը պիտի դառնան վարչապետներ կամ իրանք միակ։ Առավել ևս երբ որ գործ ունենք ուժերի հետ, որոնք արդեն իսկ կառավարել են, որի արդյունքն է վրա Նիկոլ Փաշինյանը վարչապետը։ Ունեցած բոլորս խաղիցի գործում ունեն նոր ուժեր, պետք է համախմբեն դրա շուրջ։ Հիշեք 1996 թվականի նախագահական ընտրություններին ընդդիմությունը կարողացավ, ճիշտ է, չկարողացավ գրանցի հաղթանակը արդյունքները։ Դե հիմա երբ ժամանակն են փոխվել առաջվանից։ Բայց միանալ մի բանի շնորհիվ, որ վերջի պահին բոլորը միավորվեցին Ռազմական Մամիկյանի շուրջ։ Հիմա եթե նույնը եղավ, կարծում եմ միշտ էլ հնարավոր է։ Երկրորդը ես չեմ կարողանում հասկանալ, որ այսինքն հնարավոր է իրան փոխել, թե չէ չի հնարավոր։ Ասենք դրան։ Ասենք նույն ձևի մոտիկացանք Արցախին, որ հնարավոր չէ Ադրբեջանին հաղթել, դրա համար եկեք Արցախը տանք։ Հիմա հնարավոր չէ Նիկոլին հաղթել, եկեք Հայաստանից արտագաղթել։ Պայքարն է ծնում հույս եւ իրար։ Հիմա խոսույթ է շատ քաղաքական ուժեր, օրինակ որ հայտը ներկայացնում մասնակցելու այս տարվա ընտրություններին, իրենց հայտարարություններում ասում են, բայց օրինակ երկրորդ, երրորդ նախագահները չպետք է մասնակցեն, սա չպետք է մասնակցի ինչ-որ առաջարկներ։ Չքավլի չմասնակցի։ Այս պայմաններում հնարավոր է որ ընդդիմությունը համախմբվի։ Իհարկե։ Հիմա պատկերացրեք մի հատ իրավիճակ, լավ, դիցուկից ուժ, որի շուրջ հավաքվել են բոլորը, լավ, իրաց չեն միացել երկու նախագահները։ Այսինքն գնում ենք ընտրապայքարի 4 ուժ։ Գործող քաղաքացիական պայմանագիր, այդ լիավորված ուժը եւ Ռոբերտ Քոչարյանը ցույց Սերժ Սարգսյանը։ Ըստ ձեզ, քանի րոպե հետո Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը կդառնան Նիկոլ։
Ինձ որ իրանք այդ հարցում խոչընդոտ չի։ Եթե բոլորը 100 քանի կուսակցություն, եթե բոլորը միավորվեն, լավ, ճնշող մեծամասնությունը միավորվեն մի ուժի կողմ կա, որը կլինի ակնհայտ ընդդիմադիր, մնացած բոլորը, որ կփորձեն ինքնուրույն ինչ-որ խաղեր տալ, առավել ևս որ նման բառերը մեղադրանքներ արդեն հնչեցվել են, ավտոմատ կերպով կդառնան ԿՊ-ի սատելիտները, ըստ դրա իրենց վարկանիշը քիչնի ավելի ձեռք։ Նույնպես լուծում է։ Հիասթափել պետք է։